Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք դիտել։ Մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը։ Ինչու էր անհրաժեշտ Ադրբեջանի հետ քննարկել ներքաղաքական ռիսկերը, Փաշինյանը անդրադարձել է Դիլիջանում Գրիգորյան Հաջիև հանդիպմանը։ Սամվել Կարապետյանը ընդդիմության համախմբման գործընթաց է սկսում, Փաշինյանի հեռացումը օրակարգի թիվ 1 հարցն է։ Հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ողջունելի է։ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել աջակցությունը ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։ Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան քառօրյա պատերազմի գործով առաջին վճիռը, այն վերաբերվում է հայ զինվորի խոշտանգմանն ու սպանությանը։ Ավելի քան 30 տարի դժբախտ պատահարների պատճառ դարձած խողովակը ի վերջո ապամոնտաժվեց։ Փամբագետում արդեն 4-րդ օրն է փնտրում են երկրորդ անչափահաս աղջնակին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի նախագահները հերակա կարգով ստորագրել են շրջանակային համաձայնագիրը, որով դադարեցվում է 110 օր տևած պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղարին Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել հանդիպման անհրաժեշտությունը։ Վարչապետը երեկ էլ ասել էր, թե Դիլիջանում կայացած հանդիպման նպատակը տարածաշրջանում հնարավոր լարվածության ռիսկերի կառավարումն էր։ Փաշինյանը պնդում է, ընդդիմության ձայների զգալի մասը ընտրակաշառքի արդյունք է եւ դա անվտանգության սպառնալիք է։ Այդուհանդերձ, արդյոք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պետք է քննարկվեր հենց Ադրբեջանի հետ։ Հայաստանի վարչապետն անձամբ է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղարին Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել հանդիպելու անհրաժեշտությունը։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երեկ ըստ էության ասել էր. օրերս Դիլիջանում Արմեն Գրիգորյանի եւ Հիկմեթ Հաջիևի հանդիպումը կապ ուներ Հայաստանում ընտրական գործընթացների հետ եւ նպատակ ուներ կառավարել պատերազմի սպառնալիքը։ Այդուհանդերձ ոչ ազգային ժողովում, ոչ էլ այսօր կառավարությունում Նիկոլ Փաշինյանը ուղիղ չպարզաբանեց, թե ինչու էր հասունացել պատերազմի վտանգը։ Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը ընտրողներին գուժում էր. աղետաբեր պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը հաղթի կամ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա սահմանադրական մեծամասնություն։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երեք ուժերը ստացան ավելի քան կես միլիոն քվե, բայց չհաղթեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուժն այդպես էլ չստացավ սահմանադրական մեծամասնություն։ Սա ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորի գնահատմամբ քաղաքացիական պայմանագրի համար ձախողում է, որն անհանգստացրել է նաև Բաքվին։ Ալիևին եւ Էրդողանին խոստում է տվել, ձախողվել է, վերջապես 65% պետք է հավաքենք, սահմանադրական մեծամասնություն պիտի հավաքենք, այլապես կլինի պատերազմ եւ այլն, կպարզ էր ասում։ Ով կդակսեր պատերազմը, Ադրբեջանը։ Ինքն ասա ես կհավաքեմ, սահմանադրությունը կփոխեմ, մենակ դու պատերազմ մի սկսի։ Հիմա պարզ է, կանչել է Իլհամ Ալիևը կամ իր բանագնացին ուղարկել է, ասել է դե էլա խոստումդ կատարի։ Վերջի վերջո այդ աջակցությունը հոտ զրի չի եղել։ Բաքուն հստակ նախապայման է առաջադրել խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ դրանից անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում։ Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում։ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը, հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին եւ պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից։ Սակայն նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար նախ
անհրաժեշտ է, որ այն խորհրդարանում արժանանա падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3 աջակցությանը։ Թե ինչպես է իշխանությունը այս պայմաններում պատկերացնում նոր սահմանադրության ընդունումը, հայտնի չէ։ Այսօր էլ Փաշինյանը միայն նշեց, ամեն ինչ անելու են, որ տարածաշրջանում իրավիճակը չլարվի։ Եվ մենք պետք է աշխատենք, որ չլարվի։ Եվ մենք աշխատել ենք, որ չլարվի եւ չի լարվի տարածաշրջանային իրավիճակը։ Հաջորդ հարցը սիրի։ Ինչպես նախորդ չեմ հիշում ձեր հարցին պատասխանեցի, թե գործընկերներից որևէ այլ ասացի, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Մինչդեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս Լյուքսեմբուրգում եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներում ըստ ազատության աղբյուրների խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում անորոշությունից, որն ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ իշխող քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստացավ։ Մեր ցանկությունը հենա եւ քաղաքական ծրագիրը հենա, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դա շատ իրատեսական է։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընդդիմությունը իր ձայների գերակշիռ մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքով, թեև սրա վերաբերյալ հստակ փաստեր հայտնի չեն։ Ընտրական հանցագործությունների վերաբերյալ պաշտոնական տվյալներով մինչև օրս հարուցվել է 125 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 248 անձի։ Փաշինյանը երեկ հայտարարում էր, պետք է թույլ չտալ, որ արտաքին աշխարհում ընկալում ձևավորվի, թե Հայաստանում 500,000 մարդ քվեարկել է Ղարաբաղյան շարժումը շարունակելու համար։ Արդյոք Գրիգորյանը Հաջիևին հենց սա է բացատրել, որ Հայաստանում մարդիկ քվեարկել են կաշառքով։ Ոչինչ էլ չեն բացատրել, առարկեց վարչապետը։ Շեշտեց, կողմերը ընդամենը միմյանց մտահոգող հարցերն են քննարկել։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում էլ այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների հետ առանց բացառության կիսում ենք։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, այն որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարա հնչի այսպես, իսկ պետությունը լինել նվաստացուցիչ է, թե չէ, որովհետև բոլոր պետությունները զբաղվում են դրանով, առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում ենք աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկել ենք, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ հետ, մենք Ադրբեջանի հետ ենք քննարկում, դա նվաստացուցիչ է։ Պատգամավոր Արթուր Խաչատյանի կարծիքով ընդդիմության լիդերներին սպառնալով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է փորձում ուղերձ հասցնել։ Ինքը փորձում է, որ հեսա լավ մի բան կանեմ, հեսա մի բան կանեմ, չգիտեմ, այս ռևանշիստ ընդդիմությանը կփակեմ, կջարդեմ եւ այլն եւ այլն։ Իդեպ այդ պարտավորությունը ինքը ստանձնել է նաեւ այդ խայտարակ թղթով, որը կոչվում է իրանք կոչում են խաղաղության համաձայնագիր, այնտեղ էլ տենց մի հատ պասաժ կա, չէ, որ ռևանշիստական ուժեր եւ այլն պայքարելու են դրա դեմ։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, Խաչատյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձի նախագիծը քվեարկության դնել մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Թեև այս խորհրդարանում նույնպես ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, միևնույն է Խաչատյանը կարծում է կան անկախ падգամավորներ, որոնք կսատարեն իշխանությանը։ Իշխող քաղաքացիական պայմանագրից նման մտադրության մասին հայտարարություն դեռ չի հնչել։ Նախիջևանում իդեպ այսօր մեկնարկել է վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ համաժողովը։ Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Ելույթ ունենալով այս համաժողովի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի փոխոսնակը հայտարարել է, թե յուրաքանչյուր այսպես կոչված մեջբերում եմ արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը։ Մեջբերում եմ, դա օրինական, պատմական եւ բարոյական իրավունք է, քանի որ այս հողերը մեր հնամենի տարածքներն են, հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան, միաժամանակ հավելելով, թե արևմտյան Ադրբեջանի թեման Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ։ Ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի նախընտրական բանավեճի մի մասն էր դարձել։ Ընդդիմությունը պնդում էր, եթե Փաշինյանը ընտրվի, 300,000 ադրբեջանցիների վերադարձը հնարավոր կդառնա։ Վարչապետը մինչդեռ դա ֆեյք թեմա է համարում, երեք խորհրդարանում ասում էր նման բան չի լինի։ Հայաստանի իշխանությունը միաժամանակ նշում է, որ Բաքվի կողմից այս հարցի արծարծումը չի նպաստում խաղաղությանը։
Ազատության աղբյուրները Բրյուսելից հաղորդում են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում եվրոպացի գործընկերների հետ զրույցներում հորդորել է արագացնել Եվրամիության քայլերը աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին։ Հանդիպումներին մասնակցած եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով քննարկումները վերաբերում էին Ռուսաստանի հիբրիդային եւ առևտրային ճնշումներին հակազդելուն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին առաջարկել առևտրի ինքնավար միջոցառումներ, որոնց շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են մուտք գործել եվրոպական շուկա առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Ակնկալվում է, որ արտոնություններից օգտվող ապրանքների ցանկը կհրապարակվի առաջիկա շաբաթներին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այս թեմային։ Շնորհակալ եմ Եվրոպական միության մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի համար, այդ թվում ֆինանսական աջակցության եւ այլ գործիքներ, որոնցով մեր բյուջետային հնարավորությունները կմեծանան, որպեսզի մենք ավելի հասցեական եւ ավելի ծավալուն օգնություն ցուցաբերենք մեր տնտեսվարողներին, նրանց, ովքեր օբյեկտիվորեն կարծում ենք, որ պետք է աջակցենք։ Էկոնոմիկայի նախարարը նշեց արդեն այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, արդեն երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում նրանց մեծ մասը նախկինում 0 արտահանում ենք ունեցել։ 0 արտահանում պատկերացնում եք, հիմա մենք արդեն ունենք խմբականակներ եւ ոչ միայն ունենք խմբականակներ, մենք արդեն ունենք պայմանագրեր մեծ եւ երկարաժամկետ խմբականակների համար։ Վերադառնալով ընտրությունների թեմային, մինչ վարչապետը շարունակ պնդում է, որ Հայաստանում չկա 500,000 մարդ, որ սատարում է ընդդիմությանը եւ դրանք ըստ Փաշինյանի ընտրակաշառքով ստացած քվեներ են, ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը խոսում է ընդդիմադիր ուժերի շրջանում միասնական օրակարգ ձևավորելու մասին։ Տեսնենք, թե որ ուժերն են արձագանքել եւ ինչի շուրջ են պատկերացնում ընդդիմության համախմբումը։ Առաջի հարցը Փաշինյանի հեռացումն է։ Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման process-ի եւ փողոցային պայքարը ճիշտ պահին գեներացնելու մասին։ Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Գաղափարը, որը առաջարկվել է, մենք ամբողջությամբ ոչ միայն կիսում ենք, այլ այդ առաջարկով դրանից առաջ եւ բազմաթիվ անգամ հանդես եկել ենք։ Հետևաբար ողջունելի է այս նախաձեռնությունը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը ողջունում է ուժեղ Հայաստանի համագործակցության առաջարկը, թե ինչ ձևաչափ կընտրվի, կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե կոմիտե, Իշխան Սաղաթելյանն Ազատության հետ զրույցում ասաց, թե պարզ կդառնա քննարկումների ընթացքում։ Կարևորն ըստ Գերագույն մարմնի ներկայացուցչի այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին ետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Իսկ ընդդիմության օրակարգում մի քանի հարցեր են։ Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ կեղծված ընտրությունները Փաշինյանի կողմից Ադրբեջանին արվելիք նոր տարածքային զիջումներն ու փլուզման առջև կանգնած տնտեսությունը։ Բնականաբար սեղանին կա կեղծված ընտրություններ։ Գլխավոր օրակարգը այն զիջումներն են, որ պատրաստում է անել։ Հիմա պատրաստում են դա անեն եւ Հաջիևի այցը դրանով էր պայմանավորված։ Պատրաստում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխարեն։ Պատրաստում են այսպես կոչված անկլավներ հանձնել։ Կոնկրետ կեղծված ընտրությունների մասով ինչ է կանելու, այսինքն ինչ կարող է կանել։ Հենց հիմա պատրաստում ենք այսօր եւ վաղը դիմելու ենք սահմանադրական դատարան, բավականին հիմնավոր փաթեթները ներկայացվելու շատ կոնկրետ օրինակներով, վերլուծություններով, փաստերով, ընտրությունների կեղծման վերաբերյալ եւ սահմանադրական դատարանը, երբ որ սկսի քննարկել այդ հայցերը, ընդ որում 5-6 քաղաքական ուժ հայտարարել է դիմելու մասին, նաեւ քննարկում ենք հնարավորությունները այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու եւ մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով։ Այսինքն դուք դեռևս ակնկալիք ունեք, հույս ունեք, որ սահմանադրական դատարանը անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները նոր Անշուշտ մենք լավ հասկանում ենք, որ սահմանադրական դատարանը ԿՊ-ի կողմից ձևավորված եւ ԿՊ-ականներով դատարան է, բայց առնվազն մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել, որ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը եւ սահմանադրությանը, այլ ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը թող ընտրի, որ ճանապարհով է գնում, ըստ այդմ մենք
կընդունենք մեր հետագա որոշումները։ Եվ մինչ սահմանադրական դատարանը կքննի, որոշում կկայացնի, այդ ընթացքում բողոքի ակցիաներ են լինելու, այո, ճիշտ եմ հասկանում։ Կարծում եմ, այո, հիմա վերջնական ինչ-որ բան չասեմ, բայց տրամադրությունը դա է։ Ընդդիմադիր ուժերի սպասվող հանրահավաքի մասին մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց նաև Ուժեղ Հայաստանի առաջնորդը։ Սամվել Կարապետյանը սակայն այդպես էլ չհստակեցրեց, թե այն երբ է սպասվում, ասելով, թե պետք է ճիշտ գնահատել փողոցը գեներացնելու պահը։ Միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե մենք տեսնենք, որ այդ հանրահավաքը ցանկացած օր, վաղը, եթե մենք զգանք, որ հանրահավաք ենք անում եւ վերջացնում ենք այս ադրբեջանա-թուրքական կինոն, ուրեմն կանենք։ Եթե զգանք, որ դա 1 ամիս է պահանջվելու դրա համար, ուրեմն կանենք դա 1 ամիս։ Խոսելով ընդդիմադիր ուժերի միավորման մասին Ուժեղ Հայաստանի առաջնորդը փակագծեր է բացել, ասելով, թե ծրագրում են իրենց առաջին նիստին հրավիրել տարբեր երկրների դեսպաններին, ներառյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, փորձելով ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ վտանգների առջեւ է կանգնում երկիրը։ Դիմելու ենք Ռուսաստանին, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել այս process-ը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի։ Սա վերաբերվում է հայ ժողովրդին։ Այս սահմաններ փակելը, այս գյուղմտերքների ներմուծման արգելքներ դնելը, դա պետք է 1 օր շուտ կանգնեցնել։ Եվ փորձելու ենք ամեն ինչ անենք, հասկացնենք Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժվում է հայ ժողովուրդը եւ հայ բիզնեսմենը։ Խորհրդարան անցած երկու ուժերը Ուժեղ Հայաստանն ու Հայաստան Դաշինքն առայժմ չեն հստակեցնում կվերցնեն մանդատները թե ոչ։ Կարապետյանը ուղիղ այդ հարցին չպատասխանեց, ասելով, թե դա պետք է քննարկել ժողովրդի հետ, բաց ուղիղ եթերում, ցույց տալով եւ մանդատները վերցնելու եւ չվերցնելու առավելություններն ու բացասական կողմերը։ Ամեն դեպքում Կարապետյանը պնդեց, թե Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք մանդատները չվերցնեն։ Պատրաստ ենք երկուսին էլ, բայց պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր սահմանադրությունը։ Ռոբերտ Քոչյանի Հայաստան Դաշինքում էլ առայժմ մանդատները վերցնելու հարցի շուրջ հստակ դիրքորոշում չեն արտահայտում, նշելով, որ հարցը պետք է քննարկվի միասնական ընդդիմության ֆորմատով։ Ամեն դեպքում Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը նույնպես համոզված է, Փաշինյանին ձեռնտու է, որ ընդդիմադիր ուժերը մանդատները չվերցնեն։ Կարևորում ենք ընդդիմության միասնական դիրքորոշում։ Պարզ ասում եմ, հեշտ խնդիր չի։ Հունիսի 7-ի ընտրություններում 49 ու 74% ձայներ ստացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ընդդիմադիր ուժերին ընտրակաշառքով խորհրդարան անցնելու մեջ։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը ի պատասխան նույն մեղադրանքը Փաշինյանին է ուղղում։ Ով մեր կուսակցության կողմից ընտրակաշառք թեկուզ $100 բաժանել է, նա Նիկոլ է։ Երեք խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ անձամբ ջախջախել ընտրակաշառք բաժանած եռագլուխ ուժերի առաջնորդներին, իսկ դրան ընդդիմացողներին էլ կոչ արեց դուրս գալ փողոց եւ հեղափոխություն անել։ Ի պատասխան միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը հիշեցրեց ընդդիմադիրների հավաքած ձայները, պնդելով իրենք այլևս երեքով չեն, շատացել են ու դեռ կշատանան։ Արդեն եռագլուխը չկա, արդեն մենք 500,000 գլուխ ենք, 600,000 գլուխ ենք։ Իրենք գործ պետք է ունենան ոչ թե 3 գլխի հետ, իրենք հիմա պետք է գործ ունենան արդեն 600,000 գլխի հետ։ Ուժեղ Հայաստան Դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազենյանը, որ մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածով, առավոտյան կալանավորվեց 2 ամսով։ Սրանից առաջ իրավապահները ստացել էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։ 12 օր է անցել եւ որևէ ոչ պատշաճ վարքագծի տվյալ չի եղել։ Քննչականի տաք հետքերով գործելու ժամանակահատվածն է եղել, չէ՞։ Այլ ինչի համար է ներկայացվում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։ Ինքնին նման միջնորդություն չպետք է ներկայացվեր։ Եթե խնդիրը
քրեադատավարական տիրույթում է։ Եթե խնդիրը քրեադատավարական տիրույթից դուրս է, պայմանականորեն քաղաքական տիրույթում է կամ որևէ մի այլ նպատակ է հետապնդում, քան բուն իրավունքի սահմանափակումը կարող է նման միջնորդություն ներկայացնել։ Երեկվա նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել նաև Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու միջնորդությանը։ Իրավապահները պնդում են, ունեն փաստեր, իսկ ընդդիմադիրները, որ գործերը քաղաքական են։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան քառօրյա պատերազմի գործով առաջին վճիռը, այն վերաբերվում է հայ զինվորի խոշտանգմանն ու սպանությանը։ Ավելի քան 30 տարի դժբախտ պատահարների պատճառ դարձած խողովակը ի վերջո ապամոնտաժվեց։ Փամբագետում արդեն 4-րդ օրն է փնտրում են երկրորդ անչափահաս աղջնակին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի նախագահները հերակա կարգով ստորագրել են շրջանակային համաձայնագիրը, որով դադարեցվում է 110 օր տևած պատերազմը։ Եվրոպական դատարանը 10 տարի անց վճիռ է հրապարակել կապված ապրիլյան պատերազմի ժամանակ գլխատված հայ զինծառայողի գործի հետ։ ՄԻԵԴ հաստատել է Հայկ Թորոյանի սպանությունը ուղեկցվել է դաժան խոշտանգումներով, իսկ նրա ընտանիքը ենթարկվել է ծանր հոգեբանական տառապանքի։ Իրավապաշտպանների համար այսպիսի վճիռները կարևոր են ոչ միայն արդարության, այլև կանխարգելման համար, որպեսզի ապագայում նման վայրագություններ չկրկնվեն։ Ստրասբուրգի դատարանն ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակել է Բաքվի դեմ վճիռ գլխատված հայ զինծառայողի գործով։ 30-ամյա մայոր Հայկ Թորոյանը մատաղիսի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը ծառայակցի հետ Թալիշի հրամանատարական կետ զինամթերք էին տանում, երբ հայտնվեցին ադրբեջանական հարձակման տակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում ադրբեջանական ձեռագրի դաժան մանրամասներ են հայկական կողմի ներկայացրած փաստական ապացույցներով։ Մենք կարողացել ենք ապացուցել, որ ադրբեջանցի զինծառայողները նախ գլխատել են Հրանտ Ղարիբյանին, որից հետո կտրել էին Հայկ Թորոյանի ձեռքերը եւ նաեւ ողջ գլխատել էին Հայկ Թորոյանին, նաեւ գլխատողը գլխի հետ լուսանկարներ էր տարածել, գլխատողը նաեւ սելֆի էր արել Սաֆարովի հետ եւ ողջ հասարակությունը նաեւ հերոսացրել էր այս գլխատումը, նաեւ ադրբեջանական կողմը չէր վերադարձրել գլուխը։ Ապրիլյան պատերազմում Թալիշը մնաց հայկական հսկողության տակ, սակայն ադրբեջանցի զինծառայողներ այնուամենայնիվ ներթափանցել էին գյուղ։ ՄԻԵԴ-ի վճռում կան այդ մասին վկայություններ։ Ամբողջ դատական գործընթացում Բաքուն պնդել է, թե սպանված խոշտանգված զինծառայողների հետ կապ չունեն, գուցե հայերն են արել հակառակորդին վերագրելու համար։ Չկան սակայն բացատրություններ, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հայ զինվորի գլխի հետ նկարվում, հայրենակիցների առջև պարծենալով։ Ադրբեջանական առարկությունները այս առումով արդյունք չեն տվել, Եվրոպական դատարանը գտել է, որ պատասխանատուն հենց ադրբեջանական ուժերն են։ Խոշտանգման զոհ ոչ միայն Հայկ Թորոյանն է ճանաչվել, այլև նրա ընտանիքի անդամները, որ անասելի տառապանքներ են կրել հարազատի դաժան մահվան ու նրան խոշտանգված հուղարկավորելու պատճառով։ Եվրոպական դատարանը Բաքվին պարտավորեցրել է սպանված զինծառայողի ընտանիքին վճարել 90,000 եվրո եւ իր երկրում հետաքննել այս սարսափելի դեպքն ու պատասխանատվության կանչել թե հանցագործությունը կատարողին ու թե հրաման տվողին։ Իրավապաշտպան ու այս գործով փաստաբանական խմբի անդամ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, Ստրասբուրգի այս վճռով Բաքուն ծանրագույն պատերազմական հանցագործություն կատարող է ճանաչվում, կարևոր արձանագրում է համարում, իսկ թե որքանով է Բաքուն կատարելու վճիռը, այստեղ վստահություն չկա, ոչ վճարելու, ոչ էլ իր հանցագործներին դատելու առումով։ Դիմադրելու է Ադրբեջանը, որպեսզի հնարավորինս երկար չկատարի, բայց փոխարենը ստանալու է
քաղաքական ճնշում եւ երկրի իշխող ուժի վարկանիշային անկում։ Զինծառայող Հայկ Թորոյանը հետմահու մարտական խաչ առաջին աստիճանի շքանշան է ստացել, մարտական ծառայության ու հայրենիքի պաշտպանության համար մեդալներ։ Եթե այս վճիրն ավելի վաղ լիներ, գուցե չլինեին 44-օրյա պատերազմում հայ զինծառայողների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։ Մենք արդյունքում ունեցանք 10 տարի անց հրապարակված վճիռ, եթե ավելի վաղ հրապարակվեր, կարծում եմ Եվրոպական դատարանը եւ եվրոպական կառույցները միգուցե դերակատարում ստանձնեին 44-օրյա պատերազմում մեծաթիվ գլխատման դեպքերի կանխարգելմանը, սակայն այս ուշացած դատական ակտը կարող է նպաստել պատասխանատվության հարցին եւ անպատժելիության վերացմանը։ Ստրասբուրգի դատարանից սա առաջին, բայց ոչ վերջին վճիռն է ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ։ 23 գործեր կան, շղթայական կհրապարակվեն բոլորը, ասում է իրավապաշտպան Սահակյանը։ Մենք ունեինք 3 գլխատման, տարեց բնակիչների սպանության զուգակցված ականջի կտրման միջադեպով Խալափյանների հայտնի դեպքը եւ ունեինք նաեւ դիերի անդամախեղման դեպքեր, դրանք բոլորը փաստագրված եւ ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Բաքվի պատերազմական հանցագործի ձեռագիրը, որ արձանագրված է Ստրասբուրգի դատարանի վճռում, կարևոր է համարում Սահակյանը ոչ միայն պատմության, նաև ապագայի համար։ Հայաստանն այսօր էլ միջպետական գանգատներ ունի, որոնք ըստ իրավապաշտպանի տեղին են հիմնավոր։ Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագրում դրանցից հրաժարվելու վերաբերյալ կետ կա։ Ըստ իրավապաշտպանի խաղաղության վերաբերյալ Երևան-Բաքու երկխոսությունը չի կարող ծավալվել առանց արդարության ու պատասխանատվության սկզբունքների։ Եվ որևէ պարագայում դրանցից պետք չէ հրաժարվել եւ խաղաղության գործընթացը պետք է կառուցվի հայ ուժողներին արդարություն երաշխավորելու սկզբունքի վրա։ Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսած կադրերն արդյոք օրենքի կոպիտ խախտում չեն։ Ռոբերտ Քոչարյանի օդանավակայանի տեսանյութի հրապարակումից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե ԱԱԾ աշխատակիցը կարող է տեղեկություն արտահոսել կամ չարտահոսել։ Այստեղ սակայն հարց է առաջանում, այդ դեպքում որտեղ են ավարտվում սահմանադրությամբ երաշխավորված անձնական տվյալների պաշտպանության սահմանները։ ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Վարչապետ Փաշինյանը զարմանում է, ինչ խնդիր կա, որ ազգային անվտանգության ծառայությունից իշխանական կայքեր ու էջեր են արտահոսել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը օդանավակայանից։ Փաշինյանի պատկերացմամբ մարդկանց մասին անձնական տեղեկությունների տիրապետող ԱԱԾ աշխատակիցը ինչ կուզի կանի։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիանը կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինչ խնդիր կա դե։ Դե բանալի բառը ինչ կուզի կանի։ Մոտավորապես սա Փաշինյանի պատկերացնում է պետության մասին։ Ինչ կուզի կանի տարբերակը չի վերաբերվում պետությանը։ Դա ավելի շատ երևի վերաբերվում է պետությունից դուրս փողոցային պատկերացումներին։ Իսկ ուր մնացին սահմանադրությունն ու օրենքները, որոնցով ամրագրվել են քաղաքացու իրավունքները։ Փաշինյանին է դիմում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Անձնական տվյալների պաշտպանությունը սահմանադրության պահանջն է, ու այդ նույն սահմանադրությամբ է որոշված։ Քաղաքացու անձնական տվյալները մշակվում են օրենքով սահմանված նպատակով, հիմքերով, շեշտում է իրավապաշտպանը։ Մենք ունենք սահմանադրություն, մենք ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են քաղաքացուն, քաղաքացու անձնական կյանքը եւ ԱԱԾ կամայական աշխատակցի որոշմամբ եւ կամ աշխատակից նման որոշման վճիռներ կայացնելու իրավունք չունի, օժտված չէ այդպես իրավունքները։ Ազգային անվտանգության ծառայությունը մինչ այս պահը ոչ մի պարզաբանում չի տվել, ինչ հիմքով ու ինչի համար է այդ տեսանյութը հասել իշխանական կայքեր։ 4 օր առաջ ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդը երրորդյա այցով պետք է մեկներ Մոսկվա, Զվարթնոցում արգելել էին։ Հետո էլ տարածել տեսանյութը, որ Ռոբերտ Քոչարյանը անձնագրային ստուգման կետում աշխատակցին է փոխանցում տոմսն ու անձնագիրը, ինչ որ բան խոսում նրա հետ։ Տեսանյութին հաջորդեց Փաշինյանի ֆեյսբուքյան լայվը։ Ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը Կիրակի երկրից բացակայելու արգելք չուներ։ Նրան առնչվող նոր գործով էլ այս պահին մեղադրանք դեռ չի առաջադրվել։ Խափանման միջոց չի ընտրվել, բայց իշխանականներն այդ տեսանյութը ներկայացնում են որպես փախուստը կանխելու փորձ։ Մինչդեռ երկրորդ նախագահի գրասենյակը նույն օրը հաղորդել էր, որ Քոչարյանը երրորդյա այցով մեկնելու է Հայաստանից։ Նրանք չպետք է դրա ծառայեցնեն քաղաքական իշխանության քմահաճույքներին եւ պատվետներին ու հանձնարարություններին։ Սա կարևոր հանգամանք է, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում։ Եթե ԱԾ-ն ունի ինչ-որ խնդիր տարածելու, դա պետք է հիմնավորված լինի հանգամանքներով, ինչ-որ վճիռներով, ինչ-որ նախաքննությամբ։ Իրավապաշտպան Հարությունյանը, որ տասնամյակներով պայքարում է մարդու իրավունքների խախտումների դեմ, Փաշինյանի կառավարության գործելավոճից համոզվել է։ Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելու հարցում Նիկոլ Փաշինյանն իր իսկ թմկահարած նախկիններին չի զիջում։ Գործում է մեկ տարբերությամբ։ Եթե նրանք ապօրինություններն անում էին ստվերում ու այլ պաշտոնյաների ձեռամբ, հիմա դա կատարվում է երկրի առաջին դեմքի մակարդակով, ուղիղ ու հրապարակային։ Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը ինքն է վերցնում դրոշակը, ինքն է հրահրում, ինքն է կազմակերպում։ Փամբա գետում արդեն 4-րդ օրն է փնտրում են երկու անչափահաս երեխաներից ավագ քրոջը Նարինեին։ Երեք առավոտյան փրկարարները հայտնաբերել էին Վանաձորցի քույրերից մեկի 7-ամյա Նարեի մարմինը։ Երեխաները անցել էին գետի վրայով անցնող վտանգավոր խողովակի վրայով։ Ավելի քան 30 տարի մի քանի այլ դժբախտ պատահարների պատճառ դարձած չարաբաստիկ խողովակը վերջին դժբախտությունից հետո ապամոնտաժվում է։ Այսօր ի վերջո Փամբա գետից հեռացվեց մոտ 15 մետրանոց խողովակը, որ տասնամյակներ շարունակ Լոռիում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ էր դարձել։ Ասա թողտես պահի ձգած, որ չֆռատ ու բեր։ Օրեր առաջ տեղի ունեցած հերթական ողբերգությունից հետո, երբ երկու քույրեր խողովակի վրայով անցնելիս գետն ընկան, Վանաձորի քաղաքապետարանից 3 հայտնեցին, որ որոշել են խողովակը դուրս բերել գետից։ Այստեղ այսօր առավոտից աշխատանքներ են իրականացվում։ Հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան քանդել խողովակն ամրացնող բետոնը, տեղաշարժել այն ու հանել գետից։ Ստեղ են ասում, մի խելագար քարը ծովնակցեմ 7 խելքով կարամ չի հանի։ Հիմա հանրապետությունով մեկ ըսկան արտակարգ իրավիճակով, ըսկա տեխնիկայով չեն կարող այս տրուբեն գետից հանել։ Տարածքի բնակիչները, որ հետևում էին բազմաթիվ մեծ ու փոքր մարդկանց կյանքեր խլած երկաթե խողովակի ապամոնտաժմանը, նշում էին փրկություն է իրենց համար, դեռ որքան մարդ կարող էր այստեղ խեղդվել։ Այս խողովակը անունը դրել են Մահաբեր խողովակ, Մահաբեր տրուբա։ Սա մեր թաղամասի համար մահվան վկայական է։ Ինչքան մարդու գլուխ կերավ այս խողովակը։ Վանաձորի երրորդ մաս կոչվող թաղամասի բնակիչ Մնացական Կլեկչյանը նախորդ տարիներին այս խողովակը հեռացնելու միայն մեկ նախաձեռնություն է հիշում, դեռ 30 տարի առաջ, որ այդպես էլ արդյունք չի տվել։ Դե ես երեխա եմ եղել 90-ականների կեսերին հիշում եմ, մեր առաջվա լուսահոգի թաղապետը Վարշամ Մկրտչյան ուզում էր կազմակերպի ստորագրահավաք, բանել հավաքեցին բան, բայց դիմեցին, հետո ասել են հարմար տեխնիկա չունենք, էլի եւ այն ժամանակ տեղյակ էին գործի ծանրությանը, պահով տեղյակ էին, դա համար ասել են տեխնիկա չունենք։ Թե ինչու տեղի իշխանությունները մինչև այսօր անգամ նախորդ ողբերգական դեպքերից հետո այս կամուրջ դարձած խողովակը չէին հեռացրել, երեք քաղաքապետարանից ուղիղ պատասխան չէին տվել։ Այսօր այս հարցը լրագրողներն ուղղել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչու ավելի շուտ չի ապամոնտաժվել։ Վարչապետն ասել է, գուցե ողբերգական դեպքից առաջ հեռացնեին, բնակիչներն ընդդիմանային, նշեց, թե հարցն ուսումնասիրության կարիք ունի։ Այսպիսի բաներ կան, որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանա եւ հասկանանք ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Բայց էլի եմ ասում, որ եթե այս դեպքը չլներ, գնային այդ կտրելու, չէ, ժողովուրդը դիմադրելու էր, չէ, ասելու էր տեղով անցնում դառնում են։ Ինչի եք բան անում, ինչի եք մոնտաժում։ Եվ ցավոք հաճախ է պատահում, որ մի ողբերգությունը նման նոր հետ ենք նայում, ասում ենք, բա ինչի, այս կամ այն որոշումը չի կայացվել, ինչի տեղում այդ բանը տենց չի եղել։ Այսօր քույրերի գետն ընկնելուց 3 օր անց հայտնաբերված է միայն 7 տարեկան Նարեի մարմինը։ 13-ամյա Նարինեի որոնումներն այսօր էլ արդյունք չտվեցին։ Ջրասուզակ Հովակին Բաբայանն այսօր գետի մեջ ժամեր անցկացրեց, բայց Նարինեից ոչ մի հետք։ Միայն ջրի մեջ եղած զանազան իրեր էին ձեռքի տակ ընկնում։ Չէ, ոչ մի բան, արդյունք չեն գտել դեռ, աշխատանքները շարունակվում են։
Շատ ավելի բարդ է, թե մի քիչ հոսքը բարակելա։ Ոսկը ուժեղ է, բայց բարձրությունը մի քիչ ջուրի իջել է։ Բայց ոսկը արագ է։ Այսօր է դեռ կշարունակեք։ Տեսնենք էլի ոնց կստացվի, մութը խանգարում է։ Տեսանելիություն առանց հետ էլ չկա։ Իսկ որ այն մեկին էստեղից գտակ հնարավոր է այս երկրորդին էլ էստեղից։ Հնարավոր է, բայց էդին ես բանեմ, որ մենակ հնարավոր է։ Մենակ այս տարածքում է, հիմա թե ավելի ներքևներում է։ Ավելի ներքև էր, մի քանի խմբերով աշխատում։ Երեխայի որոնողական աշխատանքներին բազմաթիվ փրկարարներ, ոստիկաններ, ջրասուզակներ ու կամավորներ են ներգրավված։ Վաղը նույնպես կշարունակվեն աշխատանքները։ Միջազգային լրահոսից այսօր առավոտյան զանգվածային դրոնային հարձակման է ենթարկվել Մոսկվան, որի հակաօդային պաշտպանությունը ըստ մասնագետների Ռուսաստանում ամենաամուրներից է։ Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ թիրախավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Սոցցանցերում տարածված կադրերում գործարանի տարածքում մեծ հրդեհ է երևում։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գործարանում հետևանքների վերացման աշխատանքներ են ընթանում։ Նա չի մանրամասնել, ինչ վնասների մասին է խոսքը։ Անկախ աստրապարբերականը գրում է, որ Մոսկվայում նավթավերամշակման գործարանից բացի հարված է եղել նաև առնվազն մեկ բազմաբնակարան շենքի։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ այս զանգվածային հարձակումը Կիևի Պեչորյան վանքի դեմ ռուսական հարվածի պատասխանն էր և զգուշացրեց, մեջբերում եմ, եթե Ուկրաինան այրվի, ապա ձեր Մոսկվան էլ կայրվի։ Երկուշաբթի օրը Ուկրաինայում առնվազն 10 մարդ էր զոհվել անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հետևանքով վնասվել էր հազարամյա վանքը։ Հրապարակվել է Միացյալ Նահանգներ-Իրան համաձայնագրի 14 կետանոց տեքստը։ Ավելի վաղ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հաստատել էին, որ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքյանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։ Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ինչը թաքնված այդ 14 կետերի տակ։ Միացյալ Նահանգների և Իրանի նախագահներն ու միջնորդ Պակիստանի վարչապետը հեռակա կարգով ստորագրել են շրջանակային համաձայնագիրը, որը դադարեցնում է հազարավոր կյանքեր խլած և աշխարհին միլիարդավոր դոլարների վնաս պատճառած 110-օրյա պատերազմը։ Սա հեշտ չի եղել, վստահեցնում եմ ձեզ, Վերսալի պալատում փաստաթուղթը ստորագրելիս ասել է Դոնալդ Թրամփը։ Իրանի նախագահը հրապարակել է հուշագիրը, նշելով, որ այն մեջբերում են պատմական փաստաթուղթ է, ուղերձ հզոր Իրանից և արտացոլում է ազգի ձայնը, որը չի փոխանակել իր արժանապատվությունն ու անկախությունը որևէ սպառնալիքի կամ ճնշման հետ։ Այսօր արձանագրվածը ազգային դիմադրողականության, քաղաքական ռացիոնալության և պատասխանատու դիվանագիտության արդյունք էր, սոցցանցում գրել է Մասուդ Փեզեշքյանը, հավելելով, որ խաղաղությունը կիրականացվի փոխադարձ հարգանքի ներքո։ Շվեյցարիան հաստատել է, որ միջնորդ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն բանակցությունները վաղը Բուրգենշտոկ հանգստավայրում։ Թեհրանն էլ հայտարարել է, որ բանակցությունների նոր փուլի հարցը դեռ քննարկվում է։ Դիվանագիտական աղբյուրները ևս Ալ Ջազիրային ասել են, որ Շվեյցարիա մեկնելու վերջնական որոշում դեռ չկա։ Իսկ ինչ է ենթադրում 14 կետից բաղկացած հուշագիրը։ Դրանով պատերազմն անհապաղ դադարեցվում է, այդ թվում Լիբանանում։ Կողմերը պարտավորվում են հաջորդ 60 օրում բանակցել վերջնական համաձայնության հասնելու համար։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ հուշագրի ԱՄՆ-ն 30 օրում վերացնում է Իրանի ծովային շրջափակումը, Իրանն էլ վերաբացում է Հորմուզը և բանակցությունների ընթացքում գումար չի գանձում նեղուցով անցնելու համար։ ԱՄՆ-ն տարածաշրջանի գործընկերների հետ ստեղծում է 300 միլիարդ դոլարի հիմնադրամ Իրանի վերակառուցման և զարգացման համար։ Ապասառեցնում իրանական սառեցված ակտիվները, հանում բոլոր պատժամիջոցները, Իրանն էլ պարտավորվում է միջուկային զենք չստեղծել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ միջուկային ծրագրի հարցն այս փուլում չի քննարկվելու։ Ինչպես հիշում եք, հենց սկզբից մենք շեշտել ենք, որ այս փուլում չենք քննարկելու միջուկային հարցը։ Համաձայնեցված էր, որ մեր ուշադրության կենտրոնում կլինի պատերազմն ավարտելը, եւ մենք կատարեցինք այդ առաջադրանքը։ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի վստահում Վաշինգտոնին եւ մատը ձգանի վրա է պահում։ Եվ եթե թշնամին չհասկանա տրամաբանության լեզուն, մենք կրկին կդիմենք ուժի լեզվին, Ֆարս հեռուստաալիքին ասել է նա։ Խորհրդարանի խոսնակը պնդել է, Իրանն ինքնիշխան իրավունք ունի Հորմուզի նկատմամբ։ Նախկինում Թեհրանը պնդում էր, թե նեղուցով անցնելու համար վճար կգանձի։ Ղալիբաֆը սակայն ասել է, որ բանակցություններից հետո նեղուցով անցնելու սպասարկման գումար կգանձեն։ Ըստ նրա, բանակցությունների արդյունքում Իրանը ստացել է այն, ինչ ցանկանում էր։
هر آنچه رو که ما Տեսեք, այն ամենը, ինչ մենք ուզում էինք ստանալ ռազմական գործողությունների միջոցով, մենք դրանից մի քանի անգամ ավելին ստացանք բանակցությունների միջոցով։ Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, թե Հորմուզով նավերի անցումը դեռ պետք է համակարգվի իրանական նավատորմի հետ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն սպառնացել է, ԱՄՆ-ն կվերսկսի ռազմական գործողությունները եւ կվերականգնի Իրանի ծովային շրջափակումը, եթե Թեհրանը չկատարի հուշագրով ստանձնած պարտավորությունները։ Այստեղ զիջումներ չկան, այստեղ վստահություն չկա, այս ամենը փորձություն է, նախագահը պատրաստ է ջախջախիչ հարված հասցնել, նման այն ամենին, որ արդեն արել ենք։ Դոնալդ Թրամփն էլ պաշտպանել է հուշագրի ստորագրումը եւ հակադարձել քննադատությանը, թե Իրանի հարցում բավական կոշտ չի եղել։ Հաշվի առնելով, որ ֆոնդային բորսան հասել է իր ռեկորդային բարձրակետին, իսկ նավթի գները անկում են ապրում, այն ապուշտները, որոնք կարծում են, թե ես բավականաչափ խիստ չեմ եղել Իրանի նկատմամբ, նրանք կամ նախանձ են, կամ վատ մարդիկ, կամ էլ հիմար սոցցանցում գրել է նա։ Համաձայնագրի ստորագրման լուրի ֆոնին նավթի գները շարունակում են նվազել, Brent տեսակի գինը իջել է մինչև $74։ Առնվազն 4 լցանավ է այսօր անցել Հորմուզով, որտեղով տարանցվում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։ Չնայած ստորագրված համաձայնագրին, Իսրայելի բանակը շարունակում է հարվածները երկրի հարավին, կա առնվազն 4 զոհ, մի քանի վիրավոր։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, եթե իսրայելական զորքը շարունակի մնալ Լիբանանում, դա համաձայնագրի խախտում կհամարվի։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հաջողություն։